եվրոպական խումբ կաստը ուղարկված Եվրոպայից, որոնք հիբրիդային պատերազմի չեզոքացմամբ են զբաղվում։ Իսկ մի կողմից դու այդ խումբը բերում ես, դիմում ես եվրոպացիներին, բերում ես այստեղ խումբը, մյուս կողմից ասում ես ամեն ինչ լավ է։ Ինչն է լավ։ Այս երկու հանգամանքը իրար հետ ո՞նց է համատեղվում։ Ամեն սա կեղծիքի, ստի, երեսպաշտության ինչ որ մի ուրիշ մի մակարդակ է։ Իմիջայլոց այս վերջերս պարզ դարձավ, որ Եվրոպական միությունից, որ խնդրել էին 15 միլիոն հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար, պարզում է այդ գումարը գնացել է ՀԿ այն սեկտորին, որի ֆինանսավորումը կտրվել էր Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի կայացրած որոշման հետևանքով, այսինքն USAID-ից ստացվող գումարը, այլ կազմակերպություններից ստացվող գումարի փոխարեն հիմա այդ 15 միլիոնը գնում է, եւ եթե դուք Facebook-ը սկրոլ անեք կամ տարբեր հարթակներ սկրոլ անեք, անդադ ռեկլամի տակ դրված տարբեր տեսանյութեր են գալիս հենց այդ նույն ՀԿ-ներից, այսինքն ՀԿ-ները ակտիվ այդ քաղաքականության մեջ են մտել, հակաընդդիմադիր պրոիշխանական նյութեր են համատարած տարածում։ Միգուցե այսպես ձևակերպենք, ֆինանսավորվել է Եվրոպայի կողմից հիբրիդային պատերազմի գործիքակազմը Հայաստանի դեմ։ Ես կարծում եմ, որ իրենց այս խոսույթի նաև փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ իրենք նաև հասկացել են եւ զգացել են, որ մարդիկ հասկացել են։ Մարդիկ շատ լավ ամեն ինչ տեսնում եւ հասկանում են։ Եվ այս համատեքստում ինչ եք կարծում, արդյոք կստացվի իրենց մարդկանց մոլորեցնել, համոզել, որ ամեն ինչ լավ է, ու հիմա post-factum գիտես, որ սկսում եմ մեկնաբանել հրապարակային մակարդակով արձանագրվեց, որ կարող են խնդիրներ լինել երկու երկրների միջև, տնտեսական խնդիրներ կարող են լինել, նաև մեսիջ տալով մեր ժողովրդին, որ տեսեք ինչ են անում ձեր իշխանությունները։ Ագնես անայք, հարցադրումը հետևյալն է, չէ՞, կարողանան համոզեն իրենք մարդկանց, որ իրենք ճիշտ են։ Այս ֆոնին, երբ որ բաց ասվեց ամեն ինչի մասին, ես սրանից բաց ավելի չեմ պատկերացնում, այսինքն բաց ասված է, որ կարող են խնդիրներ լինել։ Ես հետևում եմ Քարոզ Արշավին, որը իրենք վարում են։ Դուք որևէ տեղ բովանդակային քննարկում լսել եք, տեսել եք։ Չկա։ Այ մեր պես նստեն եւ բովանդակության մասին խոսան, ասենց լուրջ հարցերի շուրջ։ Չկա։ Վարչապետը ստրիմեր է դարել, ասենց միկրոֆոնը դրած, փողոցները ընկած, կենցաղային մակարդակի վրա փորձում են բան անել, կամ այդ ազդանշանը մեքենայում, ասենց ողջունելով եւ այլ լուրջ քննարկումներից իրենք ուղղակի խուսափում են։ Եթե նույնիսկ հաղորդումներ կա, որտեղ բանավեճ է, այդ բանավեճը վերածվում է լաչառության։ Եվ միակ ճանապարհը ժողովրդի վրա ազդելու, իրենց զանգվածի վրա ազդելու, ես ավելի շատ չի ասի ժողովրդի վրա, դա process-ը անլրջացնելն է։ Սենց թիլո, քարտեզ, փողոցը ինչ որ բան բաժանել, սենց մի քիչ սենց ծաղարացուի, նույնիսկ արտաքինից ծաղարացուի ինչ որ կերպարի մեջ մտնել մասամբ, սենց կիսա լուրջ, կիսա անլուրջ, եւ կարծում եմ սրա համար են անում։ Process-ը անլուրջացնել մաքսիմալ ձևով, որի ընթացքում բովանդակային քննարկումներ հնարավոր չունենալ։ Հա, բայց իրանք տեսնում են, որ այս խնդրից հնարավոր չի խուսափել։ Ես այդպեսի արձանագրում եմ արել, չգիտեմ, դու ֆիքսել ես դա։ Իրանք այս խնդրից զգացել են, որ հնարավոր չի խուսափել։ Կարող են անտեսել, բայց իրանք արձանագրել են, որ խնդիրը ժողովրդի մոտ հանրային ընկալումներում։ Այո, հանրային ընկալում։ Իրանք արձանագրել են, որ հանրային ընկալումներում ֆիքսվել է, որ կա խնդիր։ Դե հնարավոր չէ այդ հանրային ընկալումների խնդիրը չարձանագրել։ Նկատում այս Քարոզ Արշավի ժամանակ իրենք ֆիքսված են միայն այսպես իրենց հավատարիմ զանգվածի վրա։ Իրենք չեն փորձում հայ ժողովրդին համոզել ինչ որ բան։ Այո, բացառապես մոբիլիզացնելու համար իրենց բացառապես ինչ որ մի զանգվածի վրա, որի վրա իրենց կարծիքով դեռ իրենք ազդեցություն ունեն։ Օրինակ մեր Քարոզ Արշավը դեռ չենք սկսել, բայց այն ինչ մենք անում ենք, մենք փորձ ենք անում համոզել հայ ժողովրդին տարբեր շերտերի, որ մենք ճիշտ ենք, որ այս կամ այն քայլերը սխալ է արվում, որ պետք է շտկել քաղաքականությունը։ Այն ինչ մենք անում ենք նեղ, այսպես ասենք, ընտրազանգվածի վրա չի ուղղված։ Էական տարբերությունը դա է։
ինքը չի փորձում համոզել հայ ժողովրդին, ինքը փորձում է համոզել այն զանգվածին, որը իր կարծիքով դեռ հավատարիմ է մնացել կառավարությանը, վարչապետին։ Տարբերությունը սրա մեջ է։ Որտեւ իր գերնպատակը բացառապես վերարտադրվելն է։ Միգուցե ընտրական տեսանկյունից հասկանում եմ, որ իրենք միգուցե զուտ ընտրական տեսանկյունից ճիշտ են անում, բայց իշխանությունը ունի պարտավորություն խոսել ամբողջ ժողովրդի հետ։ Տարբերությունը ընդդիմությանը իշխանության հենց դրա մեջ պետք է լինի։ Իշխանությունը պատասխանատու է, ունի լծակներ, իշխանությունը մեզ կարող է տանի կործանման, կարող է տանի բարգավաճման։ Բայց իշխանության կոմունիկացիան պետք է լինի ամբողջ ժողովրդի հետ։ Ինքը այդ կոմունիկացիան նեղացրել է sense մի նեղ ընտրազանգվածի ուղղությամբ է միայն աշխատում։ Սա խնդրեմ է Հայաստանի համար։ Միգուցե էլեկտորալ առումով, զուտ էլեկտորալ առումով ինքը ճիշտ է անում։ Բայց այդ դեպքում ինքը իր տեսակով ինքը առաջնորդ չի։ Ինքը չի մտածում երկրի մասին։ Ինքը տվյալ դեպքում մտածում է իր աթոռը ամեն գնով պահելու մասին։ Այդ մի տարօրինակ վիճակ է եւ մի 2-3 տարի առաջ նույնիսկ այս հարցի շուրջ արտահայտվել է, որ մենք ունենք անպատասխանատու իշխանություն եւ պատասխանատու ընդդիմություն։ Մենք մեզ պահում ենք որպես պետականամետ մարդիկ փորձելով համոզել հայ ժողովրդին, իրենց մնացել են իրենց հոգեբանությամբ, իրենց կեցվածքով ընդդիմադիր։ Իշխանական աթոռին նստած դու քեզ պահում ես որպես ընդդիմադիր։ Ու մեկ-մեկ sense դա բանը մեկ-մեկ անցնում է դա կլոունադայ։ Դու չես կարող այդ կեցվածքով աշխատացնել պետական համակարգ։ Հազարավոր մարդիկ ամենօրյա գործով աշխատում են որպես քաղցարայողներ, պետական ծառայողներ։ Դու անլրջացնում ես ամբողջ այդ համակարգը, որովհետև դու իրենց կառավարիչն ես այսօր, դու իրենց պետք է աշխատացնես ամեն օր։ Սա լրջագույն խնդրեմ է, իմ տպավորությունը այնպեսին է, որ միգուցե միջև վերջ դեռ չբացատրված, չգիտակցված, բայց սա մեր այսօրվա խնդիրների մի մասը գալիս է նաև այստեղից։ Այո, անլրջացնել է ամեն բան, ու երբեմն որ լրահոսին հետևում ես, իր գործունեությանը հետևում ես, մտածում ես ինքը ընդհանրապես օրվա մեջ 5 րոպե գոնե պետական հարցերով զբաղվում է, թե չէ, որտեվ այս հանդիպումը, այն նկատներով տարբեր խմբերի, չգիտեմ, բիզնես միջավայրի հետ հանդիպումից մինչև մանկապարտեզի բացում, նախընտրական տրամաբանություն ունի, այնպես չի, որ դա պետական ծրագրի շրջանակներում անում, նախընտրական քարոզարշավ անում։ Բայց քանի որ պետական ապարատում ինքը սկսել է շատ մեծ պարգևավճարներ բաժանել, երևի մտածում է, որ պետական ապարատին այդ առումով ինչ որ ձև կզսպի դժգոհությունները պետական ապարատի։ Բայց ուզում եմ ասել, ինչքանով իմ տեղեկատվությունը կա, այդ պարգևավճարները հիմնականում ստանում են ավելի բարձր պաշտոն ունեցող անձինք, այսինքն նախարար, փոխնախարար, վարչության պետեր եւ ավելի ցածր հատվածում նկատեմ առաջին այնտեղ ոնց էր պաշտոնները, մասնագետները հիմնականում չեն ստանում այն պարգևավճարը, որ ստանում են քաղաքական պաշտոնյաները։ Ու կարծում եմ մեր մեսիջը պետք է ավելի հստակ լինի հատկապես այդ մարդկանց, որ ընդհակառակը իրանց վրա է հենված պետական համակարգը եւ նախ եւ առաջ եթե պարգևավճար ստանալու լինեն, հենց այդ մարդիկ պետք է պարգևավճարը ստանան եւ ոչ թե քաղաքական նշանակում ունեցող մարդիկ։